Ողջույն, այսօր մեկնարկում ենք մեր կարճ, բայց էֆեկտիվ մարզումը։ Մարզումը այսօր ուղղված է լինելու մեր հոդերի շարժունակության եւ մկանների ստրեչին։ Կատարում ենք 6 վարժություն, յուրաքանչյուրից 2-ական կրկնություն, աշխատում ենք 40 վայրկյան, ինչպես միշտ հանգստանալու ենք 20 վայրկյան։ Սկսեցինք նախ ի սկզբանե անհրաժեշտ է իջնել ներքև, չորեքթաթ դիրքում ու առաջի վարժությունը այս դիրքում է լինելու, վարժությունը կոչվում է շուն կատու։ Հիմա բացատրեմ ինչի։ Տեսեք, շուն այս դիրքում է, երբ որ գլուխը բարձր, տազը բարձր է եւ կորանում ենք մեջքի հատվածում, ոտքաթի հատվածում եւ արտաշնչով կլորանում ենք հակառակ ուղղությամբ։ Այստեղ կատվի ենք նման եւ այդ պատճառով էլ վարժությունը այդպես է կոչվում է շուն կատու։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք շնչեք շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Շարունակում ենք եւ վերջինը հոյակապ հանգստանում ենք, նույն վարժությունը կրկնելու ենք եւս մեկ անգամ։ Այստեղ շատ կարևոր է, որ ճիշտ շնչենք, շնչում ենք, երբ որ գլուխը եւ տազը վերևում են եւ արտաշնչում ենք, երբ որ կլորանում ենք ներս ու արտաշնչում ենք զգալով, թե ինչպես է որովայնից եւ դիաֆրագմայի հատվածից օդը դուրս գալի։ Գնացինք, կենտրոնանանք շնչառության վրա, շունչ, բավականին հաճելի վարժություն է, քանի որ մերսում ենք մեր մկանները եւ մերսում ենք մեր ողնաշարը։ Եթե ունեք մեջքի ցավեր, եթե ունեք վերևի հատվածում ցավեր, սա իսկ գնա ձեզ համար։ Թողեցինք հանգիստ։ Այս վարժությունը վերջ, հաջորդ վարժություն ենք կատարում, ցույց եմ տալիս։ Ոտքերը լայն ենք դնելու, իջնելու ենք խորը կքանիստ, այսինքն իջնելու ենք ինչքան որ կկարողանանք եւ փորձելու ենք ձեռքերով բռնել, դիպչել ոտքերին ու վեր ենք կենալու, նորից իջնենք, կքանստելու ենք, բայց խորը։ Գնացինք։ Տեսեք, իջնում եմ ներքև, ձեռքերս պահում եմ ոտնաթաթերից, փորձում եմ ուղղել կրծքավանդակս բացել ու նույն ձևով բարձրանում եմ վերև։ Այստեղ շատ կարևոր է, որ ձեր կրունկները չկտրվեն։ Փորձեք դες ուղիղ պահել, չընկնեն ու նորից բարձրանալ, ցույց եմ տալիս կողքից։ Կրծքավանդակը առաջ, ձեռքերով մեր ծնկները հրում ենք հետ, փորձում ենք խորը կքանիստ անել։ Կօգնի նաև ձեռքերի այս դիրքը, որպեսզի ինքներդ ձեր ծնկները լայն բացեք, կրծքավանդակը նույնպես։ Ընտիր հանգստացեք, նորից նույնը կրկնելու ենք։ Այստեղ հիմնականում խնդիրը, որը հանդիպում է, դա այն է, երբ որ մարդիկ իջնում են կքանստելու, իրենց կրունկները կտրվում է։ Դրա համար եթե ունեք նման խնդիր, կրունկների տակ ինչ որ բան դրեք, լավ։ Շարունակում ենք, գնացինք նույն վարժությունը, շունչ, արտաշնչով։ Գնացինք։ Կրծքավանդակը լավ բացում ենք, զգում ենք ածերի հատվածում ձգում, մեջքի հատվածում ձգում, ամբողջ մարմինը աշխատում։ Այս դասին մենք չենք նիհարում, այս դասը ավելի ուղղված է մեր հոդերին, մեր մկաններին, դրանց ճկունությանը, դրանց շարժունակությանը եւ այլն, ինչը որ շատ կարեւոր է եւ բազա է։ Հաջորդ վարժությունը ցույց տալիս, սա ավարտեցինք։ Հաջորդ վարժությունը մի ոտքի վրա է լինելու, ծնկի մյուսը դեպի առաջ։ Այստեղ լինում ենք այս դիրքում։ Ինչ ենք անելու։ Այստեղից կքանստելու ենք ու թեքվենք դեպի ոտքը։ Ես ցույց կտամ ձախ կողմի վրա, գնացինք, տեսեք իջանք, կքանստեցինք, պտտվեցինք դեպի կողք։ Հիմա ցույց կտամ նաև ձեռքերը բաց տարբերակով, նորից հետ եկա, շունչ, արտաշնչով, գնացի դեպի կողք։ Փակվեցի, եկա, վերադարձա։ Սա ավելի բարձր տարբերակն է, քանի որ դժվար է ձեռքը լավ բացել, դա համար մենք կմնանք այս դիրքում, որ ձեզ կոմֆորտ լինի։ Տեսեք,
Ծունկը ներքևում է եւ ցանկալի է իրատակ ինչ-որ բան դնել, եթե ցավ ունեք ծնկում, այստեղ երբ որ գալիս եք առաջ պետք է 90 աստիճան։ Ընտիր, հանգստացանք, շնչեցինք։ Նորից նույն կողմի վրա ենք աշխատելու, հիշեցնեմ, որ կրունկը չի կտրվում, ոտքի 90 աստիճան, երբ որ գալիս եք առաջ, զգում եք ոնց է ձգվում աջ ոտքի դիմացի հատվածը, եւ ձգում են ազդերի մկանները։ Գնացինք միասին։ Ռոտացիայի ժամանակ զգում ենք որևէ մկանները, մեջքի մկանները։ Փորձում ենք լավ թեքվել կորպուսով։ Անում ենք այնքան, ինչքան որ կարողանանք։ Էլ եմ կրկնում, եթե ծնկի տակ ցավ կզգա կամ պայման փափուկ ինչ-որ բան դրեք, որպեսզի չցավի, կամ գորգծալեք, եթե ունեք երկու տակով ու ծունկը դրեք վրա։ Վերջին։ Ընտիր։ Հաջորդ ոտքն ենք անում, եկեք ես ցույց տամ այս կողմից եւս, որպեսզի ձեզ ավելի տեսանելի լինի։ Ոտքի դնում ենք հարմար, առջև 90 աստիճան ստանալու նպատակով։ Գնացինք։ Շունչ, արտաշնչով եկանք առաջ ու թեքվեցինք։ Շունչ, արտաշնչով եկանք առաջ, ձգումը զգացինք ու թեքվեցինք։ Փորձում ենք ինչքան հնարավոր է թեքվել, ել եմ գտնում, որ ձեռքերով բավականին բարդ է, բայց կարող եք փորձել։ Ինչ շարունակում եք։ Այստեղ բավականին պարզ է, կարևոր է տեխնիկական այդ մի քանի նյուանսին հետևեք, ծնկին հետևեք, հատը ամբողջությամբ լինի հատակին եւ կրունկը չկտրվի հատակից։ Այդպես աշխատացնում ենք մեր կոնքաստրային հոդը, ձգում ենք կոնքի շուրջ գտնվող մկանները եւ ձգում ենք մեր ազդերի մկանները։ Իսկ ռոտացիայի ժամանակ շարունակեցինք, ռոտացիայի ժամանակ արդեն ձգում ենք մեր որովայնի, մեր մեջքի մկանները։ Հորշունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Վերջին ենք կատարում։ Վերջի վարժությունը, վերջի կրկնությունը։ Լավ թեքում ենք, ինչքան տեղոն ենք վերադառնում ենք, ընտի։ Թողեցինք հանգստանում ենք, ոտքերը հանգստացում ենք։ Կատարելու ենք կողային ձգումներ, մի ձեռքը գլխի հետևի հատվածում, մյուսը ազդրին, ու այսպես հերթով փոխելու ենք մեր ձեռքերը։ Ցանկալի է, որ կոնքը չշարժվի, կոնքը ֆիքսում ենք եւ կոնքի համեմատ մեր մարմինը աշխատում է։ Գնացինք ցախ ձեռքը ներքև, աչքը վերև, շունչ, արտաշնչով սահում ենք ներքև, արմունկը ձգտում է վերև, զգում ենք ոնց է ձգվում կողային հատվածը, վերադառնում ենք, գնում ենք մյուս ձեռքով։ Երկրորդ շրջանից եկեք ավելացնենք հայացքը դեպի վերև։ Ինչի որպեսզի ձգումը ավելի լավ զգանք։ Ու շարունակում ենք այսպես։ Ինչպես ենք շնչում, շունչ, արտաշնչով իջնում ենք։ Շունչ, արտաշնչով իջնում ենք։ Շունչ, արտաշնչով իջնում ենք, օրինակ։ Թողեցինք, հանգստանում ենք, նորից ենք կրկնելու նույն վարժությունը, այս անգամ արդեն պարզ է տեխնիկապես, կոնքը չենք շարժում, պահում ենք, ֆիքսում ենք մեզ, արմունկով ձգտում ենք դեպի վերև եւ հայացքը վերև։ Շարունակելու ենք կատարել ուղղակի զգալով ամեն անգամ ել ավելի ձգելով մեր մկանները։ Գնացինք։ Հոյակապ զգացում են կողային մկանները, որովայնի այս հատվածում տեսեք
Զգացեք ոնց են ազատվում ձեր կողոսկրերը։ Շնչառական մկանները նույնպես զգացում են։ Թողեցինք հանգիստ, մալացի։ Եվ վերջի վարժությունը կոչվում է թեքումներ, թվիստեր։ Ռուսերենով սկրուտկաներ, դրանք ապահովում են ողնաշարի շրջումը հակառակ ուղղությամբ, երբ որ ոտքերդ գնում են մի ուղղությամբ, իսկ ձեռքերդ եւ կրծքավանդակդ մի ուղղությամբ։ Դրա հաշվին ողնաշարդ մերսում է։ Ծնկները միասին, ձեռքերը կողերով, երկու ծունկը միասին գնում են դեպի ձախ, մեր մարմինը մնում է կենտրոնում, նայում ենք աջ։ Ձեռքերը փորձում ենք չկտրել հատակից, գլուխը դնում ենք հանգիստ հատակին։ Ու այսպես անընդհատ կողքից կողք, ոտնաթաթերը միասին, ծնկները միասին։ Այստեղ նույնիսկ կարող եք լսել քրթքրթոց, ճրճրտոց, դա նորմալ է, որովհետև ձեր ողնաշարը երբեմն կարիք ունի հակառակ պտտվելու ընտիր, հանգստանում ենք, շարունակել ենք նույն վարժությունը, հիշենք, որ ձեռքերը պետք է լինեն հատակին, ափերը դեպի ներքև, ուսերը փորձում ենք չկտրել, իսկ ծնկները միասին են շարժվում կոնքի հետ միասին, լավ։ Գնացինք, պատրաստ։ Շունչ արտաշնչով գնացինք դեպի ձախ, մենք թեքվում ենք հակառակ եւ մյուս կողմ։ Եթե ունեք գոտկատեղի ցավեր, եթե ունեք մեջքի ցավեր, այս վարժությունները ձեզ համար են։ Հոյակապ։ Թողեցինք։ Հոյակապ, մենք ավարտեցինք մեր վարժությունները։ Շատ կարևոր է, որ հասկանանք, որ երբեմն պետք է նաև այսպիսի մարզումներ, որոնք մեր հոդերի համար են, մեր մկանների ստրեչի համար են, այսինքն թույլատրում ենք այնտեղ մեր մկանները, որտեղ հոլարված են, եւ փորձում ենք հոդերը ել ավելի շարժունակ ու ճկուն դարձնել։ Հանդիպենք մյուս մարզմանը, հաջողություն։